Տիկին Ազարյանը ըստ էության ընտրական օրը ավարտվել է, ընդհանուր առմամբ կուզենամ ամփոփեք, ինչպես կամփոփեք եւ ինչ ազդակներ ու տպավորություններ ունեք այսօրվանից։ Որքան էլ որ ինչ որ միտեղ չնախատեսված էր, ակնկալիքները կարծես թե հակառակ բանի մասին էին խոսում, բայց ունենք աննախադեպ բարձր մասնակցություն, շատ ակտիվ մասնակցություն, եթե համեմատականներ տանենք նախորդ ընտրությունների հետ, Գյումրի քաղաքի, կարող ենք ասել կրկնապատիկ է այս անգամ ընտրությունները, վերջին ունեցած իմ տվյալների համաձայն 40,000 եւ ավել 40% է եղել մասնակցությունը, ժամը 5-ի դրությամբ, ես վստահ եմ հիմա այդ թիվը վստահաբար աճել է, նախորդ ընտրություններին ընդհանուր մասնակցության թիվը 29,000 է եղել, այս դեպքում վստահաբար կարող եմ ասել, որ մենք ունենք բարձր մասնակցություն, ինչքան էլ որ էլի պիտի նշեմ, թվում էր թե ժողովուրդը պասիվ է լինելու, հետաքրքրված չէ ընտրական պրոցեսներով, բայց այս թվերը խոսում են հակառակի մասին։ Ամբողջ օրվա ընթացքում հայտարարվում էր, խոսվում էր ամենատարբեր ընտրախախտումների մասին։ Ինչ ինֆորմացիա ունեք նաև այդ մասով։ Մասնավորապես հենց այս պահին ինտուիտիվ հենց առաջին բանը, որ երկու դրվագները, որ հիշում եմ, ուղղորդված քվեարկություններ ունեինք Վարդան Ղուկասյանի ընտրողների կողմից, որտեղ բաց քվեարկություն կարող ենք ասել, նաև երև արտացոլվում էին քվեարկխցիկից դուրս էր տեղի ունենում ըստ էության process-ը եւ ընտրողները ցույց էին տալիս իրենց թերթիկները մինչ ծրարի մեջ տեղավորելը Մարտուն Գրիգորյանի աջակիցների կողմից ուղղորդված, այս դեպքում արդեն փաստերը արձանագրված են եւ արտացոլվում են մամուլում, մեքենաներով ուղղորդված եւ իր ընտրական նկարներով ուղղորդված մեքենաների վրա փակցրած, ուղղորդում էին քաղաքացիներին ընտրատեղամասեր, ահազանգեր ունենք այս մասով, սա արդեն իրավապահ բլոկի պատասխանատվության ներքո է եւ որքանով տեղյակ եմ ես, բերման ենթարկվածներ կան այս մասով եւս։ Ամբողջ օրվա ընթացքում նաև ձեր ընդդիմախոսները մեղադրում էին իշխանական թևին, այսպես ասած վարչական ռեսուրս օգտագործելու համար։ Ինչպես կմեկնաբանեք այս մեղադրանքներին։ Իհարկե ինձ մշտապես զարմացնում է մեր ընդդիմադիր թեկնածուների վստահությունը եւ թե ինչպես կարելի է հանդգնել նման թվեր հրապարակել այն դեպքում երբ ընտրատեղամասերը փակ չեն, մենք ունենք ընտրական process, ընթացիկ process եւ րոպեներ առաջ մոտ 15 րոպե առաջ փակվել են ընտրատեղամասերը եւ ես կարծում եմ մոտ 1 ժամ հետո մենք որոշակի արդյունք արդեն կարձանագրենք եւ քանի դեռ process-ը ավարտված չէր, խոսել 10%-ի մասին այն էլ լծակների կիրառման ներքո կարծում եմ առնվազն տեղին չէ։ Գրեթե բոլոր ընդդիմադիր թեկնածուները նաև խոսել են այն մասին, վստահություն են հայտնել, այսինքն որ քաղաքացիական պայմանագիրը չի հաղթելու, դուք ինչպես եք գնահատում ձեր շանսերը։ Տեսեք, ամեն դեպքում ես, լինելով գյումրեցի եւ որոշակի չափով հարաբերվելով այս օրերի ընթացքում շփվելով քաղաքացիների հետ հակառակի մասին կարող եմ խոսել վստահաբար, բայց միևնույն ժամանակ չեմ հանդգնի նաև նշել այն ինչ քիչ առաջ նշեցիք տոկոսների մասին չեմ հանդգնի խոսել ես, բայց կասկած չունեմ, որ բարձր է լինելու այդ շեմը եւ այն բոլոր աշխատանքները, որոնք այս տարիների ընթացքում մենք կատարել ենք եւ գեներացրել ենք այս քաղաքում, ես վստահ եմ, որ անհետևանք չի մնալու դրական իմաստով քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար եւ ես մշտապես իմ խոսքում շեշտը դրել եմ երկու կտորի վրա, որ գյումրեցին ի սկզբանե նախնական վստահությունը տվել էր, այսինքն մենք մի դեպքում որպես իշխող չգնացինք կարճ ճանապարհով, այդ մանդատը տվեցինք գյումրեցուն, որպեսզի նա որոշի թե ժամանակավորապես ով պիտի կառավարի քաղաքը եւ այդ ընթացքում ես վստահ եմ, որ գյումրեցին նաև կուզի, որ շարունակական լինի այն, ինչ սկսել ենք մենք այս քաղաքում, այս տարիների ընթացքում, որովհետև տեսեք, ընդդիմադիր ուժերի թեկնածուները մեր մշտապես խոսում են այն բանի մասին եւ մշտապես դեպի բացասական կողմն է տանում իրենց թեզերը, որ մենք չենք համագործակցելու իշխանության հետ, մեկ ասում է փակ քաղաք ենք դառնալու, մյուսը ասում է ես կոմունիկացիա չեմ ունենալու առհասարակ կառավարության հետ, իշխող ուժի հետ կարող են չունենալ, բայց կառավարության հետ պետք է հարաբերվել եւ աշխատել, դա անհնար է եւ ինչ որ միտեղ բախում է լինելու այստեղ, մենք մի խաչմերուկ
ընթացքում բախվելու ենք։ Եվ ես կարծում եմ, որ գյումրեցին նաև սա հաշվի առնելով, որ չի լինում մի քաղաքում քաղաքապետ, ով հրաժարվում է կոմունիկացվել իշխանության հետ, չէ, կառավարության հետ գոնե, առնվազն։ Եվ ես վստահ եմ, որ գյումրեցին իր քվեն կտա մի պարզ բանի պատճառով, որ այն աշխատանքները ելի եմ ուզում արձանագրենք, լինեն շարունակական այս քաղաքում, այդ թելը չկտրվի։ Այս ընտրություններով Գյումրեցին կարողացավ իր ձայնը արտահայտել առանց ուղղորդումների, առանց ճնշումների, առանց բռնաճնշումների, որոնց մասին հիմնականում խոսում են ընդդիմախոս տեխնացուները։ Տեսեք, շատ իրարամերժ է, երբ ընդդիմադիր տեխնացուները, առնվազն մեկ տեխնացու Վարդան Ղուկասյանը խոսում էր բռնաճնշումներից, բայց հայտնի դարձած ձայնագրությունը, որը մամուլում եւս շատ արագորեն տարածվեց, որտեղ հստակ տեխնացուն, անձամբ տեխնացուն հանձնարարական էր իջեցնում եւ իր երևի օգնականին հորդորում էր, այս դեպքում մեղմ ասած հորդորում էր, որպեսզի նա այն անձանց, որոնց ժամանակին իր կառավարման օրոք տարածքներ, հասարակական շինություններ եւ խանութներ է տվել, սա խնդրում եմ ընդունել ճակերտների մեջ, դեռ պետք է հասկանա իրավապահ համակարգը իր կառավարման օրոք քաղաքապետը ինչ հիմունքներով է տարածքներ տվել եւ ըստ որի կարծում եմ շատ պարզ բանի մասին էր խոսում այդ ձայնագրությունը, որ ժամանակին լավություն արած այն քաղաքացիներին, որոնց լավություն է արել, էլի ճակերտների մեջ սա վերցնենք, ստիպելով, ստիպողաբար եւ սպառնալիքի լեզվով խոսալով կանչում էր իր հետ հանդիպման։ Բնականաբար շատ տրիվիալ է, թե ինչի համար էր տեխնացուն այդ մարդկանց հրավիրում իր հետ հանդիպման շանտաժի լեզվով։ Սա կարծում եմ էլի այս կտորին պիտի իրավապահ համակարգը գնահատական տա եւ վստահ եմ, որ հետևանք է ունենալու եւ առնվազն խոսել բռնաճնշումների մասին վստահ եմ էլի անլուրջ է։